Ազիժան, մենք ես իմ ընտանիքը այդ էլեկտրոցանցի մախինացիաների զոհն ա դարել, ուր ասես բողոքել եմ, ոչ մի արդյունք, ինքս առաջի կարգի հաշմանդամ եմ, երկար տարիներ արդեն, ուրեմն պատկերացրեք, որ մի քանի անգամ վիրահատվել եմ, նախկին էլեկտրոցանցի պետի օրոք դա արդեն տարիների վաղեմություն ունի, դա ամուսնալուծված էի, 3 անչափահաս երեխաներիս հետ էի ապրում, շատ ծանր վիճակում, քիմիա եմ տարել, մի քանի վիրահատություն Օգտվելով առիթից նախկին էլեկտրիկները միշտ գալիս էին գումարը էլեկտրոցանցի տանից ուզում էին ու ոչ մենակ ես բոլոր հարևանները վճարում էին իրեն գնում էր հանգիստ էինք որ վճարել ենք ու բացարձակ ասենք այնպեսի միշտ չքավոր վիճակով եմ ապրել որովհետև չեմ կարողացել աշխատել հիվանդ եմ եղել 3 երեխա տանը ոչ մի բան անգամ հեռուստացույց չեմ ունեցել այդ պայմաններում գալիս էր մեծ գումարներ այդ սկզբնական ընթացքում ուրեմն տալիս էինք էլեկտրիկներին անցան տարիներ ես 5 տարի մենակ անկողնային ծանր հիվանդ եմ եղել անշարժ տանն էլ ասենք ինձանից բացի ուրիշ մարդ չի եղել որ հետաքրքրվի ինչա կատարվում հոսանքի հետ ինչ խնդիր կա տվել է մեկ էլա գումարն ուզելա գնացել է մարդը հետո արդյունքում փոխվեց եւ էլեկտրոցանցի պետին հանեցին եւ էլեկտրիկներին 5-6 հոգեին այդ ժամանակ գալի փողերը տանում բոլորին հեռացրեցին Այդ դրանից հետո եկած էլեկտրիկը բերեց իմ հաշվարկի բանը, վերջին թերթիկը, որ վճարել եմ 150,000-ից ավելի մեծ գումար վրան պարտքա նստած։ Պատկերացնում եք իմ վիճակը, ես այնպեսի ստրես տարա, լավ է իմ սիրտը չկանգնեց, ոնց կարող է պատահի։ Մի քանի հոգի էին իրանք, անգամ մի հոգի չէին, որ ասեն կոնկրետ մեկից պահանջես։ Ես չեմ իմացել, իրականում այդ մախինացիան կատարվել էր շատ բնակիչների հետ, ուղղակի մարդիկ որ շուտ գլխի էին ընկել։ Դե տղամարդ են գնացել էին իրանց հարցերին լուծում էին տվել։ Իսկ ես ոչ մեկ չունեի, մենակ անկողնային, ով պիտի իմ խնդիրները լուծել։ Ունեն հիմա այս ներկայությամբ իմ սենյակը անջատվել է 23,000 դրամ վարձ է եկել գումարի այս ամսվա վճարը։ Այս ցուրտ ամսվա ես ստանում եմ ընդամենը 16,000 դրամ նպաստ։ Ես համոզված եմ, եթե դա ստանամ, կամ մեկը չեն միացնի։ 1000 դրամ անգամ եթե պարտք ես լինում, իրանք չեն միացնում։ Արդեն բավականին ժամանակ է Արմենը որ եկավ, մինչև այդ պարտքերի համար ես բողոքեցի, անգամ դիմել եմ Սերժի Նստավայր մեր նախագահի։ Ուրեմն այնտեղից մարդիկ եկան, հետո ես հաշվիչը գնացել եմ, ուրեմն այնպես ստացվեց, որ այդ ամիսն էլ շատ մեծ գումար նստեց իմ հաշվի համարին, հարևանուհիս եկավ, ասավ, արի իշնենք ներքև քո տան ամբողջ հոսանքն անջատի, մի հատ տեսնենք, կաղա ինչ-որ մեկը հանրակացարան ամբողջ այսենց շնորհների դուք կտեսնեք կծիկները ոնց են գնում, չես հասկանում, որ մեկի տուն ա մտնում, ասեց արի իշնենք, մի հատ նայի էլի, կարող է մարդիկ վենային մտնում կողքից գրում ա, իջել ենք հարևանուհուս այդ տան ամբողջ հոսանքը անջատել ենք, տեսնենք հոլի պես Շչոջիկը պտտվում է, կանչել եմ էլեկտրիկին, էդի նախկինի օրոք, ասում եմ ինչա կատարում, դու տեսնում ես ինչա կատարվում, ու այդ գումարները ին վրա է նստում, այդքան գումար կա տեղից ին վրա, ես չեմ կարողանում մարել, էս էլ դաբավկա, ասում է, չէ, քո շչոջիկը լուֆտ ունի, իրան է պտտվում, ոնց իրան է պտտվում, հա, տանում եմ լաբորատորիա, հանիտար լաբորատորիա, թող փոխեն, տարել եմ լաբորատորիա Ազիզ ջան, ստեղից նորից գումար եմ ծախսել, հասել եմ լաբորատորիա, այնտեղ 1000 դրամ էլ փող տվեցի, որ պիտի փոխեն, այդ աշխատակիցը նայեց, հաշվիչին նայեց ինձ ասում է քույրիկ ջան, ձեր հաշվիչը լրիվ նորմալ աշխատում ա ձեզ ասել որ լուֆտ ունի։ Ասա այսպեսի իրավիճակի մեջ եմ ես ընկել, ուր ասեք դիմել եմ, ոչ մի բան չկա, մինչև հիմա այդ հաշվի համարի վրա այդ գումարը նստած է։ Ներքան պարտք ունեք։ Հիմա մինչև հիմա ես ինչ արեցի չկարողացա ապացույց, անգամ միլիցիա գնացի։ Ասա Ազիզ ջան, տարիներ են անցել, հեռացվել են, դուք չեք կարող ապացուցեք ոչ մի բան։ Պաստորեն ով շուտ իմացավ, մարվեց, ես մենակ անտեր մարդ էի, իմը մնաց իմ վրա։ Մինչև առեստոր։ Իսկ այսօր ես միայնակ հաշմանդամ եմ, իմ երեխեքս ամուսնացել գնացել են, մենակ եմ ապրում, մշտական խնամքի կարիք ունեմ, ինքս ստոմայ է տեղադրված, կարող է շատերը հասկանաք ինչ բան է դա։ Ընդամենը ստանում եմ 16,000 դրամ նպաստ, որպես անաշխատունակ, ընդամենը 19,000 դրամ թոշակ, որից ընդամենը 9,000-ը իմ ամենօրյա դեղերի պահանջն է, որ ես պետությունից բացարձակ ոչ մի բան չի տալի, անվճար, որ օրենքով պետք է տրվի յուրաքանչյուր հաշմանդամին, դիմել եմ, մինիստրությունել եմ դիմել, քանի անգամ զանգել եմ այդ առողջապահության թեժգից, անուն ազգանունը գրում են,
Լավ, մենք մի բան կանենք, անցան տարիներ, ոչ մի բան, անվճար չի տրվում։ Ինձ ամեն օր անհրաժեշտ պերևասկայի համար բինտնել եմ ես առնում, պերևասկայի պարագաներ, լեկոպլաստներ եմ ես առնում, գնում, վատ եմ զգում, ամիս չկա, որ ես վատ չզգամ, էլ արդեն բժշկին չեմ էլ դիմում, որտեվ գիտեմ այսքան ցուցակը տալի ա ձեռքս, մի անվճար մի հատ դեղ անգամ չեն տալիս։ Ստիպված այդ թոշակը պատկերացեք ես այդքան հոսանքի վարձ տամ, ինչքան ջրին տամ, աղբին տամ, իմ պարագաներին տամ ու ես հաց առնեմ։ Ընդհանրապես 30 քանի հազար դրամով մարդը պիտի ապրի։ Ու ոչինչ հաշվի չեն առնում բացարձակ։ Ումը դիմում ես բոլորը մենակ դեմ քաղաքապետը փոխվեց, հա, Արարատի, հետաքրքիր է նոր քաղաք։ Փոխվեց, ցավը տանեմ։ Անձամբ ոչ ոք չի եկել ստեղ, ոչ մի օգնություն չի առաջարկել։ Խեղճ բնակիչներ, մտեք մեր տները, հիմա տեսեք ինչ ահավոր վիճակ է, տանիքներից չռում է ահավոր։ Չունենք ֆինանսներ, Աստված իրոք այս շենքի սեփականը տիրոջը օրհնի, որ այսքան տարիներ առանց մի կոպեկի այդ մարդը մեծատառով մարդ լինելով մեր բնակիչներից մի կոպեկ գումար չի վերցնում, ասում է նստեք, ձեր սեփականի նման պահեք, նայեք, ամբողջ հոսքը գալիս անցեց, ետնով տեսեք նորից բլել թափելա չհաստրեցի, որ մաքրեմ, զանավեսկայով ջուրը չռում է, ինչ ապագա կա ստեղ։ Դրա համար Հայաստանում էլ հայ չմնաց, գոնե մի հատ հայ տղամարդ լինի, մի հատ պաշտոնակատ, որ իրոք հայ արյուն լինի մեջը, այստեղ ժողովրդին մի հատ տիրություն անեն։ Իմ նման հարյուրավորները կան, մենակ ես չեմ։ Պատկերացնում եք ու ինչքան պարտքեր ունեմ ես խանութներում, մենակ սննդի փող։ Ինչքան մոտավորապես։ Ինչքան ամեն մի խանութում երևի 21-31, օրենքից, ամեն ինչից, ոչ մի բանից չի օգտվում մարդը։ Անասունի պես գոյություն ամենակ պահպանում, հայ կմնա էլ։ Մնան ինչ անես, թողից մեռնեն մարդիկ պատերի տակը։ Մի ջահել երիտասարդներից երեխեք կան, անգործ թափառում են։ Սովորել են դիպլոմները դրել տունը իրանք նստել։ Բամել ղեկավարությունն ինչ ա մտածում։ Բայց ստիպված մարդիկ ինչ անեն։ Ուր գնան, ոնց ապրեն, ումը դիմեն։ Կասեմ նուշել դու չես գալ նա դու ծեցում էի, շուն գել, սատկացես թե չէ։ Հել հոսանքը տանջատում են։ Ինչ իրանքով ես, դու առանց ինձ ասելու անջտես։ Հելն էի կասում, ես արտերը տեսել եմ հոսանք չկա, սարդին է բոլորին է։ Սարսավ իրանց տեղը պրի պոհեն ու պահ։ Այսօր զանգել է ասում է ինչ արիր հերին, ասի ինչ պտի անեմ։ Գրեմ սորակներ, դիմում գրեմ, ասեմ գիտես ինչ կա հոսանքի խատր, ես ինձի կախեցի։ Որ չունեմ որ դուս տամ, ամպերի նպաստը կտամ։ Պարտաճանաչը, որ պարտաճանաչ չի մուծում, նրա գնա խեղդի։ Պարտաճանաչը հոսանքը տալիս ենք նպաստը, իրանք է վերցնում։ Նպաստին տալիս են։ Որ չեն տա 500 դրամ հա ժողովուրդ են մամա տեսք պայմաններում հարակացան վիճակ չկա։ Տակը երեխուն դաս եմ սովորացնում։ 3000 դրամի համար լույսը կտրել է։ Պետությունը չի մտածում, թող քարոսները տան, նպաստները տան, մենք տանենք մուծենք, կարող է ոչ պարտ ունենք, ոչ բան ունենք, պարտաճանաչ ամենամիս մուծում ենք։ Որ գա սանջատես ինչը տա ավելանալու։ Հրամանա, պետը փոխվել է հրամանա, պիտի վճարի։ Պետը տարեկան տղայա, դուք գործ չունեք, դուք անջտեք, ես տեր եմ, ձեր թիկունքի կայնած եմ, վсё, ուրեմն անջտում ա, ինքն էլ ասում ես փող չունեմ ձեր տեղը մուծեմ։ Ոնց շեֆն ասում է, ես տենց էլ անում եմ, ասում որ անջտեցի, ինչ օգուտ, պետք է բերեմ փողը տամ, չէ։ Գնացեք ասма տոկոսով փող վերցրեք, բերեք։ Ասի տեղն ասա, ես հենց հիմա այդքան վերցնեմ, տեղն ասա տոկոսով մեկը ով ա տալ, ես այդքան բերեմ։ Որ դուս գնամ բերեմ, ով ունի, իսկի հացի փող չունես այսօր։ Ոչ կեն տանթափի, այս վիճակա ցավը տանեն։ Ոչ մի բանով էլ չի օգնում։ Քաղաքապետարանին ասում ենք, ասում է հələ որ չկա գումար, փետրվարին կգաք, փետրվարի կեսերին եկեք, դիմում կգրեք, հələ որ ֆինանս չկա, ոչ մի բանով չենք կարող օգնել։ Մանկապարտեզ երեխես գնում, Էսիններ խալին բալաջան, համար ասում են խալին, մտնում եմ որ քանի անգամ ասեմ ոչինչ Հայկուս ջան, ոչինչ ամուսինը ջայել նստած այս երկու երեխեր, ոչ նպատ, ոչ բան, սոված, ոչ վառելիք կա, ոչ մի բան, ոչ մեկ, ոչ մի բանով չի երեխեքին նստել նստում ա բալաջան։ Այս պայմաններում մեծացած երեխան առողջություն ունենա։ Գնացել եմ